Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունն ամփոփել է գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի պաշտոնական առաջին այցերը Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։ Կազմակերպության պաշտոնական հաղորդագրության համաձայն նա վերահաստատել է ԵԱՀԿ-ի հաստատակամ հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության հարցում։ Նշվում է, որ ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում Սինիրլիօղլուն ողջունել է տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը և հույս հայտնել, որ խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կստորագրվի։ Նա նշել է ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղության հասնելու ճանապարհին։ Հաղորդագրության համաձայն գլխավոր քարտուղարն այցելել է նաև Բաքվի միջազգային ծովային առևտրային նավահանգիստ, որտեղ քննարկվել են տրանսպորտի և կապի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Երկուշաբթի Պիրենեյան թերակղզում էլեկտրականության զանգվածային անջատումից հետո էլեկտրամատակարարումն այսօր առավոտյան վերականգնվել է մայրցամաքային Իսպանիայի տարածքի գրեթե 90%-ում։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը մեկնաբանելով իրականացվող աշխատանքները չի հստակեցրել, թե երբ հնարավոր կլինի ամբողջությամբ վերականգնել էլեկտրականությունը, միևնույն ժամանակ նշել է, որ աշխատողների մի մասը չի կարողանա դուրս գալ աշխատանքի։ Իսպանիայում և Պորտուգալիայում զանգվածային անջատման ճշգրիտ պատճառը դեռ անհայտ է։ Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուն ասել է, որ հոսանքազրկման աղբյուրը հավանաբար Իսպանիայում է, մինչդեռ Սանչեսն ասել է, որ իշխանությունները զբաղվում են պատճառների որոնմամբ։ Էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ էին գրանցվել նաև Անդորայում, Ֆրանսիայում և Բելգիայում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արձագանքել է հաղթանակի օրվա կապակցությամբ հրադադար հաստատելու Վլադիմիր Պուտինի առաջարկին։ Դեռևս մարտի 11-ին մենք դրական ենք արձագանքել հրադադարի մասին ամերիկյան առաջարկին։ Մենք Ռուսաստանին ներկայացրել ենք մեր սեփական առաջարկը երկկողմ հիմունքներով դադարեցնել հարվածները առնվազն քաղաքացիական թիրախներին։ Մենք նաև առաջարկել ենք Զատկի հրադադարը դարձնել ամբողջական և երկարաձգել այն 30 օրով։ Ռուսաստանը հետևողականորեն մերժել է ամեն ինչ և շարունակում է շահարկել խաղաղությունը, փորձելով խաբել Միացյալ Նահանգներին, ասել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի խոսքերին արձագանքել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով առանց բոլոր հարցերի կարգավորման անհնար է ամբողջական հրադադար հաստատել։ Կանադայի խորհրդարանի արտահերթ ընտրությունում հաղթում է լիբերալ կուսակցությունը և կուսակցության ղեկավար Կանադայի վարչապետ Մարկ Քարնին կգլխավորի երկրի հաջորդ կառավարությունը, հաղորդում է Reuters-ը։ Ընտրության նախնական արդյունքի համաձայն լիբերալներն առաջատար են եղել կամ ընտրվել են 161 ընտրատարածքում, նրանց հաջորդել են պահպանողականները 150 ընտրատարածքով։ Ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել։ Միևնույն ժամանակ լրատվամիջոցները գրել են, որ լիբերալներին չի հաջողվի մեծամասնության կառավարություն ձևավորել, դրա համար կուսակցությունը պետք է հաղթեր 343 ընտրատարածքից 172-ում։ Կանադայում հերթական ընտրությունը պետք է անցկացվեր 2025 թվականի հոկտեմբերին, սակայն վարչապետ Ջասթին Տրյուդոյի հրաժարականից հետո Քարնին հայտարարել էր ապրիլի 28-ին արտահերթ ընտրություն անցկացնելու մասին։ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե հարևան Հնդկաստանի ռազմական ներխուժումն անխուսափելի է անցած շաբաթ Քաշմիրում զբոսաշրջիկների վրա զինյալների ահաբեկչական հարձակումից հետո։ Գրոայինների հարձակումը 26 մարդու կյանք է խլել և վրդովմունք առաջացրել Հնդկաստանում, որտեղ բնակչության մեծամասնությունը հինդուիստ է։ Նյու Դելհին Իսլամաբադին մեղադրել է Քաշմիրում զինյալներին աջակցելու համար։ Reuters-ի հետ հարցազրույցում Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆն ասել է, որ Հնդկաստանի հեռուստատեսությունն ուժեղանում է և Պակիստանի զինվորականները կառավարությանը տեղեկացրել են այդ երկրից հարձակման հնարավորության մասին։ Քաշմիրում հարձակումից հետո Հնդկաստանը 2 զինյալի է նույնականացրել, պարզելով, որ նրանք պակիստանցի են։ Իսլամաբադը հերքել է մասնակցությունը և կոչ արել չեզոք հետաքննություն անցկացնել։ Ասիֆը նշել է, որ Պակիստանը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում և կօգտագործի իր միջուկային զինանոցը միայն այն դեպքում, եթե իր գոյությանն ուղղակի սպառնալիք լինի։ Economic Times-ի տվյալով էլ Հնդկաստանը մտադիր է շուտով փակել իր օդային տարածքը պակիստանյան օդանավերի և նավահանգիստները նավերի համար։ Պակիստանցի գործընկեր Իշակ Դարի հետ հեռախոսազրույցի ժամանակ Չինաստանի արտգործնախարար Վան Ին ասել է, որ Պեկինն ուշադիր հետևում է Քաշմիրում ահաբեկչական հարձակումից հետո տեղի ունեցող զարգացումներին և աջակցում է միջադեպի անաչառ հետաքննությանը, ասվում է Չինաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։ Վանն աջակցություն է հայտնել Պակիստանին ինքնիշխանության և անվտանգության շահերի պաշտպանության հարցում։ Նյու Դելհիին և Իսլամաբադին կոչ արել զսպվածություն ցուցաբերել Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո։ Հակամարտությունը չի բխում Հնդկաստանի և Պակիստանի հիմնարար շահերից ու չի նպաստում տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը։ Երկրները պետք է զսպվածություն ցուցաբերեն, ընդառաջեն միմյանց և նպաստեն իրավիճակի լիցքաթափմանը, ասել է Չինաստանի արտգործնախարարության ղեկավարը։ Դավիթ Մուրադյան, լուրեր։